Գյումրի ընդդիմադիր համայնքապետին քաղաքական ու հանրային դաշտից դուրս շպրտելու վարչապետի հայտարարությունից օրեր անց ոստիկաններն էին հիշել Վարդան Ղուկասյանին, ավելի ճիշտ նրան պատկանող զրահապատ մեքենան, որ պարեկներն այսօր առավոտյան փորձում էին քաղաքապետարանի դիմացից տուգանային հրապարակ տանել։ Տեղափոխում եք հատուկ պահպանող տարածք, բայց դեպքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ վերասարքավորված է կամ վերահաշվառված չի։ Իր դեմ իրականացրած մահափորձից հետո Գյումրիի քաղաքապետը 15 տարի է զրահապատ մեքենայով է շրջում։ Ղուկասյանը պնդում է, հանձնարարականը տրված է եւ գործի են անցել։ Ուրեմն ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած։ Ես որ առաջի մեքենան տեսա, ասի տղեկ, սրանք եկել են մեր հետևից։ Դրանց հետո երկրորդը, ասի պատրաստվեք։ Ուրեմն 4 մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են պատահականություն է, միանշանակ պատահականություն չէ, ուրեմն կաշկադրություն է, հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք, ուրեմն գայի, թե որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք գայի ենք խոսում այն ժամանակ, այսինքն ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ Մեքենան տուգանային հրապարակ չի տեղափոխվել, այն քաղաքապետարանի դիմաց կայանված էր։ Ներքին գործերի նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն եւ ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար։ Այս պարագայում պետք է նշվի մեքենայի զրահապատ լինելու հանգամանքը եւ տեխնիկական զննություն անցնի, դրա համար 10 օր ժամանակ են տվել։ Վարչապետի հայտարարությունից հետո ԿՊԱ-ականներն իրար հերթ չտալով սկսեցին խոսել Ղուկասյանին դուրս շպրտելու, ճամպրուկը կապելու, փասափուսեն հավաքելու մասին։ Չբացառեցին, որ Ախուրյանի սցենարով կարող են Ավագան ու այլ անդամների իրենց կողմը տանել։ Արդյոք Ղուկասյանը վստահ է իր թիմակիցների վրա։ Ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը ուրեմն Հուդա դարձավ։ Ես ինչ ասեմ։ Ես վստահ եմ, բայց եթե նմանատիպ բան եղնի, ուրեմն մենք այդպես բան չենք էլի շատ խելոք չենք, ոչ է եսիր ենք։ Ամեն ինչ գիտենք, տեսել ենք, ապրել ենք։ Ղուկասյանը պահանջում է, որ վարչապետը իրեն քաղաքական ու հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարությունը մեկնաբանի։ Հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչի նկատի ուներ։ Պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման հոդվածներով մեղադրվող Ղուկասյանը կանխատեսում է, թե ինչ սցենարով են մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրությունները երկրորդ քաղաքում իշխանությունը վերցնելու։ Իրանց նպատակն է ինձ կալանավորեն կամ ինչ-որ մի բան անեն, Ավետիս Առաքելյանին էլ նույնությամբ ինչ-որ այդ բանով հանեն, չգիտեմ գործառույթ բան անեն, ժամանակավոր կառավարումը այստեղ անեն, որպեսզի 26 թվականի ընտրությունները կազմակերպեն։ Իրանց նպատակը դա է։ Սցենարը գրված է այդպես։ Հիմա մենք էլ կտեսնենք, կանեն թե չեն անի։ Բայց մենք այնպես պետք է անենք, որ իրանց մուրազը, իրանց փորը մնա։ Մոտ 10,000 քվեստացած Ղուկասյանը կարծում է, ժամանակն է, որ ընտրողներն իրեն մենակ չթողնեն։ Ինչքան սենց բան անեն, մենք ավելի կդառնանք, ավելի համարձակ, ավելի նաստիրնի, այդպես ասեմ։ Ուրեմն պաշտպանեք, ձեր ձայնը ելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Ղուկասյանը չի հասկանում, թե ինչու դեմոկրատական երկրում ընդդիմադիր համայնքապետի ու նրա խոսքի հետ հաշտ չեն իշխանությունները, իսկ ինքը չի պատրաստվում իր ընդդիմադիր դիրքերը զիջել։ Ամեն դեպքում կարծում է, որ քաղաքական պայքարում Լեոպոլդ Կատվի համերաշխապրելու սկզբունքը պետք է գործի։ Մենք ուղղակի միշտ ասում ենք, «Ребята, давайте жить дружно», հասկանալի է։ Քաղաքական պայքար է, օրենքի սահմաններում աշխատեք, մի կուզեցեք, սարքեք, կարեք, բան արեք, դա չի լինի։ Դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք, դա մեր վրայով չի լինի։ Որ ինչ-որ բան են մտմտում իշխանություններն, ասում է ակնհայտ է, բայց եւ պնդում, ինքը չի վախենում ու չի կոտրվում։ Իշխանականներն իրենց հայտարարություններում հաստատակամ են Ղուկասյանին հեռացնելու հարցում, բայց երբ ու ինչ սցենարով չեն բացահայտում։